Հոկտեմբերի 27-ից Գեղարքունիքում անհետ կորած Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովին 7 օր ինտենսիվ որոնումներից հետո հայտնաբերեցին 3 մահացած։ Փոքրիկի մարմինը հայտնաբերվել է հայրենի Ծափաթաղ գյուղից շատ հեռու Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա Դաշտամիջյան հատվածում։ Տեղի բնակիչները տարակուսած են, այն վայրը, որտեղ հայտնաբերել են փոքրիկի անշնչացած դին, աչքերը սառած, կոշիկներն իրենից հեռու նետված, ոտաբոբիկ, այդ գոտին քայլերով էր ուսումնասիրվել մինչ այդ մանրակրկիտ, ընդ որում օրեր շարունակ կամավորների կողմից, ասում են տեղի բնակիչները։ Նույն տարակուսանքն իր սոցցանցի էջում կիսվել է հետևորդների հետ կամավոր Սվետլանա Լևոչկինան։ Վերջինիս պնդմամբ փոքրիկ Տիգրանին հայտնաբերել են հենց այնտեղ, որտեղ փնտրողները բազմիցս էին եղել։ Մենք ամենուր փնտրեցինք, հարյուրավոր մարդիկ եկան ամբողջ Հայաստանից, բայց մենք չկարողացանք փրկել փոքրիկ Տիգրանին, եւ չեմ կարող նկարագրել մեր մեղքի զգացումը, դա անտանելի է։ Յուրաքանչյուր մարդ, որը թեկուզ 1 ժամ մասնակցեց որոնումներին, վերադարձավ արդեն ուրիշ մարդ դարձած։ Երեխային այդ օրերին բոլորը իրենցն էին համարում, նույնիսկ շունը, որը մեզ հետ էր, հասկանում էր ինչ ենք անում։ Բայց երեխան գտնվեց հենց այն վայրում, որտեղ մենք բազմիցս նայել, դիտարկել էինք ու չէինք հայտնաբերել այդտեղ որևէ տեսանելի հետք։ Եզրափակում է կամավոր Սվետլանան, հույս հայտնելով, որ շատերի մտքում ծագած հարցերին իրավապահները կտան կոնկրետ պատասխաններ։ Արդյոք երեխայի մարմնի վրա բռնության հետքեր եղել են, քննչական կոմիտեն չուներ պատասխան կամ էլ խուսափում էր պարզաբանել հանրային կրքեր չբորբոքելու համար։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում ասացին, նախաքննական փուլում է գործը, ուստի մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։ Տիգրանը կորել էր հոկտեմբերի 27-ին մոտավորապես ժամը 15:30-ի սահմաններում տան հետնամասից։ Նա այդ պահին եղել է իր 4-ամյա եղբոր հետ, ով խոսքի հետ կապված խնդիրներ ուներ։ Ընտանիքում 4 երեխա են։